այն փաստը, որ մենք այս միջավայրում միջազգային եւ տարածաշրջանային ոչ պարզ պայմաններում կարողացանք ավարտին հասցնել փակել բանակցությունները խաղաղության համաձայնագրի նախագծի շուրջ հաջողությամբ փակել, այսինքն ունենալ համաձայնեցված տեքստ, որը պատրաստ է ստորագրման, դա իհարկե շատ կարևոր եւ շատ մեծ ձեռքբերում է, բայց քայլ է, որը պետք է ունենա շարունակություն եւ ուզում եմ շնորհակալություն հայտնել Սլովակիային, Սլովակիայի կառավարությանը եւ անձամբ վարչապետ Ֆիցոին այս հարցում իրեն ցուցաբերած աջակցության համար, որովհետեւ Սլովակիան առաջին երկրներից էր, որ ողջունեց խաղաղության համաձայնագրի նախագծի շուրջ բանակցությունների ավարտը, համաձայնեցումը խաղաղության նախագծի եւ իհարկե այն երկրներից է, որ սպասում է համաձայնագրի ստորագրմանը։ Շնորհակալ եմ պարոն վարչապետ ձեր այցի, ձեր կառուցողական մոտեցումների, արդյունքի վրա կենտրոնացած ձեր առաջարկությունների եւ քաղաքական աջակցության համար։